Աստծո խոսքի հիման վրա։ Ամենակարող երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք, որ հնարավորություն ես տալիս քո խոսքը բացել եւ կարդալով ուսումնասիրել քո Սուրբ Հոգու միջոցով տեսնել այն ճշմարտությունները, որոնք անհրաժեշտ է մեզ իմանալ, որպեսզի մենք չմոլորվենք եւ ճշմարտության գիտելիքներով զինված կարողանանք ուրիշներին էլ փոխանցել այս խոսքեր, որոնք այսօր մենք ուսումնասիրենք, կտեսնենք, թե ինչ է սպասվում մարդկությանը մահից հետո եւ ինչպիսին է հույսը, մարդու հույսը։ Խնդրում օգնիր մեզ, իմաստություն տուր, ղեկավարիր այս ընթացքում Հիսուսի անունով, ամեն։ Այսպիսով, ինչ է սպասվում մահից հետո։ Այս հարցը իհարկե շատերին է հուզել բոլոր դարերում, բոլորն են մտածում այս հարցի շուրջ, պատահում է, որ կարճ են մտածում եւ համապատասխան եզրակացության չեն գալիս, պատահում է շատ երկար են փնտրում այս հարցի պատասխանը, բայց միևնույն է միշտ չէ որ գտնում են պատասխանը, ամեն դեպքում կան տարբեր կարծիքներ այս տեսակետից, եկեք նայենք անմահության գաղափարը առաջին հերթին, որովհետեւ շատերը համարում են մահից հետո գոյություն ունի անմահություն, ոմանք դրան չեն հավատում։ Տեսնենք ում է յուրահատուկ անմահությունը եւ ով է որ կարող է չմահանալ եւ միշտ ապրել։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ հնում եգիպտացիները օրինակ համարում են, որ մարդը չի մահանում, նրա հոգին նրա հետ է մնում, նույնիսկ ինչ որտեղ մարմնի համար էին հոգ տանում, նրա հետ դնելով ինչ որ բաներ, ուտելիքներ, նույնիսկ ծառաներ, ձիեր, կառքեր, հարուստների համար իհարկե, եւ նաեւ զմրսում էին նրա մարմինը, որպեսզի այն չփչանա։ Եվ որպեսզի հոգին երբ որ կգա նրա մեջ, մյուս աշխարհում նա կարող է շատ լավ զգալ իրեն եւ բոլոր բաներով ապահովված լինել։ Այս ժամանակակից բժիշկները կարողացել են բացել, նաեւ վերլուծել եւ բարձում է այդ մումիաները այդպես էլ մնում են եւ ոչինչ չի փոխվում բնականաբար։ Եվ հոգու անմահության գաղափարը իհարկե շատ տարածված է, թե հնում, Եգիպտոսում, դրանից առաջ նույնիսկ Հունաստանում եւ այլ երկրներում, եւ թե այսօր եւ նույնիսկ քրիստոնյաների մեջ։ Եվ մենք այսօր կփորձենք այս հարցը լուծել Աստվածաշնչի հիման վրա։ Ինչպես արդեն ասացինք, մահից հետո ինչ է տեղի ունենում, կան տարբեր կարծիքներ։ Ոմանք ասում են մահացավ եւ վերջ։ Էլ ինչ տեղի ունենա, մարդը ոչնչանում է, վերանում է եւ այլևս գոյություն չունի։ Այդպես են մտածում անհավատները, աթեիստները։ Ոմանք գտնում են, որ ոչ հոգին կենթանի է մնում եւ վերադառնում է մեկ ուրիշի մեջ, այսինքն մեկ ուրիշ մարդ երբ որ ծնվելիս է լինում, նախորդ մարդու մեջ եղած հոգին տեղափոխվում է նրա մոտ եւ հոգին չի մահանում։ Նույնիսկ ասում են, եթե այդ մարդը իրեն լավ չի դրսևորել, նրա հոգին կարող է վերադառնալ կենթանիների մեջ եւ կամ էլ ծառերի մեջ։ Եթե նա իրեն խոզի պես է ողել, համապատասխան ձևով նա խոզ կդառնա մյուս կյանքում։ Եթե նա անդադ իր մարմինն է ցուցադրել, նա կդառնա ծառ եւ մարդիկ անդադ նրան կնայեն։ Իհարկե սա արևելյան կրոններին է յուրահատուկ հոգու վերամարմնավորման գաղափարը, բայց հոգին անմահ է, այսպիսի գաղափար ունեն քրիստոնյաներից շատերը։ Եվ շատ եկեղեցիներ դավանում են այս գաղափարը, որ մարդը մահանում է, բայց նրա հոգին չի մահանում։ Նա անմահ է եւ մնում է։ Մենք այդ մասին կխոսենք իհարկե, նախորդ բոլոր կետերը չենք վերլուծի, որովհետև դրանք այդքան էլ հիմնավորված չեն կամ ընդհանրապես հիմք չունեն որևէ բանի, որևէ ձևով, որպեսզի մենք դրան հավատանք, գուցե ինչ որտեղ մեզ անհրաժեշտ մի քիչ ավելի մանրամաս վերլուծել հոգու անմահ լինելու գաղափարը, ընդհանրապես ըստ Աստվածաշնչի։ Եվ քանի որ հոգին անմահ է, ոմանք գտնում են, որ հոգին գնում է դժոխք կամ դրախտ, կախված մարդու վերաբերմունքից կամ ինչպես է նա այս կյանքում իրեն դրսևորել։ Դրախտը բնականաբար գտնվում է երկնքում, դժոխքը գտնվում է գետնի տակ, իհարկե ոմանք գտնում են, որ այդ երկու կացարաններում, կացարանների միջև կա ինչ-որ մի տեղ, որտեղ նրանք կարող են լինել, օրինակ քավարանում, ինչպես կաթոլիկներն են գտնում, եւ այնտեղ կարող են տանջվել, այնքան մինչև քավեն իրենց մեղքեր եւ հայտնեն դրախտում։ Բայց ամեն դեպքում այս ամենը դրախտ, դժոխք, քավարան կամ մեկ ուսարան, ինչպես հայ առաքելական եկեղեցին ինչ որ բառ օգտագործում այդպիսին նմանատիպ պահարան, պատասպարան, որտեղ հոգիները մնում են,
Այդպես է, թե ոչ, դա ամեն ինչ կախված է հոգու անմահության գաղափարից։ Հոգին եթե գիտակցում է, նա կարող է իհարկե տարբեր տեղերում լինել։ Եթե ոչ, ապա այս բոլոր զրույցները անհիմն են։ Ուստի գնանք առաջ եւ տեսնենք Աստվածաշնչի տեսակետը, մարդկային տեսակետները մի կողմ թողնելով։ Մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը ասում է, մարդը բնականից անմահ չէ։ Այսինքն նա իր բնույթով չի ստեղծվել անմահ։ Եվ նա չի էլ կարող անմահ լինել երբեք, որովհետև միակ անմահը Աստված է։ Նա ունի պայմանական անմահություն, այսինքն մարդը ունի պայմանական անմահություն, այսինքն եթե պայմանները կատարում է, Աստված էլ այդ պայմանի հիման վրա նրա կյանքը անդադ կպահպանի եւ նա չի մահանա։ Եվ այստեղից մենք նայում ենք Աստվածաշնչի տեսակետը նաև մահից հետո նրա վիճակը, քանի որ կանացու է մարդը, անմահ չէ նրա հոգին կամ ինչ-որ մի մասը, բնականաբար մահից հետո նա ոչինչ չի զգում։ Եվ մարդու հույսը ոչ թե միանգամից նրա հոգին դրախտ կամ դժոխք ուղարկելն է, այլ հույսը հարությունն է, որին մենք այսօր մանրամասն կանադառնանք։ Եկեք նայենք անմահության գաղափարը, եւ մենք Աստվածաշնչում հաճախ հանդիպում ենք անապականություն բառը։ Անապականություն դրա հոմանիշներն են անեղծ, չքայքայվող, չփչացող, մահվան չենթարկող։ Անապական նշանակում է այս ամենը ինչ որ կարդասի։ Անապականություն այլ խոսքերով անմահության հոմանիշ է։ Այսինքն շատ հաճախ երբ օգտագործում անապական կամ անապականացու, անապականություն եւ այս բառերը, մենք տեսնում ենք, որ այն օգտագործում է որպես անմահ լինելու գաղափար։ Իհարկե ապականացուն դա արդեն քայքայվող եւ մահկանացուն է բնականաբար։ Առաջի Տիմոթեոս 6:15-16-ում մենք հանդիպում ենք այս բառը, անմահություն բառը ավելի հստակ Աստծո նկատմամբ, որ իր ժամանակին ցույց կտա երանելին եւ միայն հզորը, թագավորների թագավորը եւ տերերի տերը, որ միայն նա անմահություն ունի, անմատույց լույսի մեջ բնակված, որ մարդկանցից ոչ ոք չտեսա, ոչ էլ կարող է տեսնել։ Միայն նա անմահություն ունի։ Այս արտահայտությունը խոսում է այն մասին, որ ոչ ոք մնացած էակներից անմահություն ունենալ չի կարող, որովհետև միայն Աստված է, որ այդպիսի հատկանիշ ունի, մնացածները ստեղծված են եւ չեն կարող նրանք իրենց մեջ ունենալ անմահության այդ աղբյուրը։ Եվ Քրիստոսը եւ Աստծո եւ Սուրբ Հոգու մասին ասում է, որ նրանք անմահություն ունեն եւ նույնիսկ Քրիստոսի մասին, եթե հիշում եք, կար Եսայիայի գլխում այսպես արտահայտության նա հավերժության հայրն է, հավիտենականության հայրը։ Ամեն դեպքում անմահություն բառը Աստվածաշնչում օգտագործվում է մի քանի տեղ։ Բնագրում իհարկե առաջի Տիմոթեոս 1:17-ում, որը հայերեն թարգմանվել է անեղծ, այսինքն չեղծանվող, անկեղծ չէ, անեղծ։ Անեղծ նշանակում է չքայքայվող, անապական եւ այլն։ Միայն նա անմահություն ունի, մենք կարդացինք այս երկրորդ համարը, այսինքն 6:15 համարում, 16 համարում, նա այսինքն Աստված չստեղծված ինքնագոյ է, անսկիզբ, անվերջ։ Անմահ է բոլոր տեսակետներից եւ ոչ սկիզբ չունի եւ վերջ չունի ապագայի տեսակետից։ Մնացած դեպքերում, մնացած համարներում, երբ մենք հանդիպում ենք անապականություն կամ անմահություն բառը, մենք հանդիպում ենք հետեւյալ կոնտեքստում։ Օրինակ Հռոմեացիս 2:7-ում ասում է հավատացյալները անապականություն են որոնում, այսինքն նրանք չունեն, նրանք ձգտում են այն ունենալ։ Այսինքն փրկվելուց հետո Աստված նրանց կտա այդ անապականություն, անմահությունը։ Անմահություն բառը հիշատակվում է Աստվածաշնչում 4 անգամ։ Առաջինը մենք կարդացինք առաջի Տիմոթեոս 6:16 համարում, մյուսները գտնվում են առաջ Կորինթացիս 15 անպատասխան համարներում դուք տեսնում եք, որտեղ ասում է, որ այս ապականացուն, այսինքն մեր մարմինը անապականություն կհագնի եւ այս մահկանացուն անմահություն կհագնի։ Եվ երկրորդ Տիմոթեոսի մեջ նույն իմաստով, որ հավատացյալները կստանան անմահություն եւ անապական էություն։ Այնպես որ անմահություն բառը մենք տեսնում ենք, որ օգտագործում Աստծո նկատմամբ միայն նա անմահություն ունի եւ ապագայում այդ անմահությունից կկիսվի նաեւ հավատացյալների հետ, որպեսզի նրանք էլ անվերջ ապրեն։ Իհարկե հավատացյալները սկիզբ ունեն, բայց վերջ չեն ունենա, որովհետև Աստված անդադ կպահպանի։ Ինչպես արդեն նկատեցինք, մարդը անմահ չէ։ Օրինակ, հոգի եւ շունչ բառերը Աստվածաշնչում հիշատակվում են 1600 անգամ եւ երբեք անմահության հետ չեն կապվում։
ուշադրություն դարձրեք, երբեք այս բառերը անմահության հետ չեն կապվում։ Եվ անմահ հոգի բառակապակցությունը Սուրբ գրքում չկա։ Շատերը օգտագործում են այսպես արտահայտություն իրենց քարոզների մեջ, խոսակցության մեջ, երբ որ խոսում են մարդկանց մասին, ասում են շատ անմահ հոգիներ կան, որ դեռ պետք է դարձի գան եւ այլն, այդպիսի արտահայտություն գոյություն չունի։ Այս բառակապակցությունը Սուրբ գրքում չկա։ Անմահ հոգի կամ այդ գաղափարը նույնիսկ անմահություն կամ անապականություն այս բառերը շունչ եւ հոգի բառերի հետ երբեք չեն առնչվում եւ անմահ հոգի գաղափարը Աստվածաշնչում չկա։ Ընդհակառակ, օրինակ Սաղմոսի մեջ կարդում ենք, նա հիշում է, որ նրանք մարմին են, քամի, որ գնում է եւ ետ չի դառնում։ Այսինքն անվերադարձ է, մահանում է, վերջ, այլևս չկա։ Իհարկե հարության գաղափարը այլ գաղափար է, մենք այդ մասին դեռ խոսենք։ Մենք ասացինք, որ մարդը ունի պայմանական անմահություն եւ միայն պայմանը կատարելու դեպքում մարդը կարող է անմահություն ունենալ։ Մենք հիշենք, որ Աստված սկզբում մարդուն ստեղծեց եւ կյանքը նրան տվեց, օրինակ, եթե կարդանք Գործք առաքելոց, 17 գլխում այնտեղ ասում է, որ նա է բոլորին շունչ, կյանք եւ ամեն ինչ տվողը։ Եվ մարդու կյանքը կախված էր հնազանդությունից։ Մենք հիշում ենք այն դեպքերը, ինչ տեղի ունեցավ սկզբում մարդկության պատմության, թե ինչպես Աստված Ադամին ստեղծեց հողու փոշուց, նրա առնգած մեջ կենդանության շունչը փչեց եւ մարդը կենդանի հոգի եղավ։ Մենք այդ մասին դեռ կկարդանք։ Այնուհետև նրա կողի ոսկորից ստեղծեց Եվային եւ նրանք առաջի մարդիկ հաղորդակցում էին Աստծո հետ եւ հնազանդության դեպքում կարող էին պահպանել այդ հավատարմությունը, պահպանել եւ հավիտենական ապրել։ Նրանք ունեին բոլոր հնարավորությունները օգտվելու դրախտի բոլոր բարիքներից, սնունդից, ծառերից, բայց միայն մի ծառ կար, որից Աստված պատվիրել էր չուտել։ Եվ Աստվածը պատվիրեց մարդին ասելով. «Պարտեզի ամեն ծառից համարձակ կեր, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կեր, որտեղ նրանից կերած օրդ մահով պիտի մեռնես»։ Այսինքն անմահության պայմանը դրվում էր այսպես. եթե կուտես այդ ծառից, չես ապրի հավերժ, եթե կուտես չես ապրի, եթե չես ուտի, ապա հավերժ կապրես։ Այս պայմանը կատարելու դեպքում բնականաբար նրանք կարող էին հավերժ ապրել, բայց մենք գիտենք, թե ինչ տեղի ունեցավ հետագայում։ Երբ Եվան միայնակ էր, Ադամից հեռացած, նա հայտնվում է կյանքի ծառի մոտ, նայում է, ինչպես գրված է գրքում, հաճելի է տեսքով գեղեցիկ, եւ հանկարծ այնտեղից օձը խոսում է նրա հետ եւ ասում, որ միթե Աստված արգելել է, իրավ Աստված արգել է ձեզ բոլոր ծառերից ուտել։ Եվան ասում է ոչ, միայն այս պտուղից, այս ծառից է արգելել ուտել, եւ եթե ուտենք կմահանանք, օձը նրան ասում է բնավ չեք մեռնի։ Այս արտահայտությունը բնավ չեք մեռնի, առաջին սուտը եւ բնավ չեք մեռնի այս արտահայտությունը, այս միտքը, այս գաղափարը Սատանան կրկնում է մինչեւ օրս։ Դուք չեք մեռնի, դուք անմահ եք, դուք անմահ հոգիներ եք։ Դուք եթե նույնիսկ այս կյանքից գնում եք, մյուս կյանքում կարող եք հանդերձյալ կյանքում ապրել, պարզապես ձեզ լավ պահեք, որ դժոխք չգնաք, գնաք դրախտ կամ վերամարմնավորում եւ ամենատարբեր ձևերով բնավ չեք մեռնի այս քարոզը շարունակում է Սատանան։ Մենք գիտենք, որ Օծի կերպարանքում հանդես էր գալիս Սատանան ինքը, որը կարողացավ խաբել Եվային եւ Եվան վերցնելով այդ պտուղից ինքը կերավ եւ տարավ նաեւ Ադամին տվեց եւ արդյունքը մենք գիտենք եւ մեր վրա զգում ենք, նրանք վտարվեցին դրախտից, նրանք մեղք գործեցին, դարձան մեղավորներ եւ հնարավորություն չունեին կյանքի ծառից օգտվելու եւ Աստված ասում է նրանց վտարեց եւ ամեն կողմ դարձող կերոբեին պահապան դրեց դրախտի ճանապարհին դռան մոտ, որպեսզի չմտնեն եւ չուտեն կյանքի ծառից, որը կարող էր նրանց կյանքը շարունակել ավելի երկար պահպանել։ Եվ երբ որ մարդիկ հայտնվեցին արդեն այս վիճակում, մահկանացու վիճակում, բնականաբար անմահության մասին խոսելը ավելորդ է։ Այսինքն պայմանը նրանք չէին կատարել։ Եկեք նայենք մարդու բնությունը, մարդու էությունը, ինչ մասերից է բաղկացած, եթե կարելի է այդպես ասել, բաղկացուցիչ մասեր, եւ մենք կարող ենք դրանից եզրակացնել հոգու հետ կապված հարցերը։ Երբ Աստված ստեղծում էր Ադամին, այսպեսի բառերով է դա նկարագրվում, եւ Եհովա Աստվածը հողու փոշուց շինեց մարդը եւ նրա առնգած մեջ կենդանության շունչ փչեց եւ մարդը կենդանի հոգի եղավ։ Ինչ է այստեղ ասում։ Աստված վերցնում է ինչ-որ բան, որը հողու փոշին էր եւ
մարդուն ստեղծում է դրանից նրա ռնգած մեջ, այսինքն շնչառություն է տալիս կենդանության շունչ եւ մարդը դառնում է կենդանի հոգի։ Եկեք այս համարը վերլուծենք, որովհետեւ սրանից կախված է, որ մենք ճիշտ հասկանանք ինչպիսին է մարդու էությունը։ Մենք տեսնում ենք հող գումարած կենդանության շունչ, հավասար է կենդանի հոգի։ Պարզապես այստեղ այս երեք արտահայտությունից, երեք այս բաղկացուցիչ մասերից միայն հողն է, որ քիչ թե շատ հասկանալի է մեզ համար, որտեղ մենք տեսնում ենք մարդը հող է դառնում եւ դա մարմինն է նկատի ունենում։ Իսկ այն մյուս հարցերը մի փոքր վերլուծության կարիք ունեն, մի փոքր չէ որ լուրջ վերլուծության կարիք են, մենք պարզապես որոշ ժամանակ կտրամադրենք, գնանք ինչ է նշանակում կենդանության շունչ եւ ինչ է նշանակում կենդանի հոգի։ Եկեք նայենք կենդանի հոգի արտահայտությունը առաջին հերթին, այսինքն երբ որ հողը միանում է կենդանության շունչին, առաջանում է կենդանի հոգի։ Ինչի նկատի ունի կենդանի հոգի ասելով Աստվածաշունչը։ Որոշ թարգմանությունների մեջ անգլերեն օրինակ նույնիսկ կա living person արտահայտությունը, որը նշանակում է կենդանի, այսինքն ապրող անձնավորություն։ Եվ կենդանի հոգի արտահայտությունը մենք տեսնում ենք, որ այստեղ հավասարման նշանները որ դրված են, դրանք պարզապես նույնացման նշաններ են։ Կենդանի հոգի արտահայտությունը դուք կարող եք տեսնել Աստվածաշունչում, որ կարող է դրա հոմանիշները հանդիպեն, օրինակ անձը, կենդանի էակ, կենդանի հոգի ասելով հասկանում են մարդ, կենդանի հոգի ասելով հասկանում են շունչ, էլի մարդ իմաստով, հոգի, էլի մարդ իմաստով։ Իհարկե դա եբրայերեն նեֆեշ բառն է եւ հունարեն փսյուխե բառը։ Այս բոլոր գրված արտահայտությունները բառերը հոմանիշ են։ Այստեղ ես կասեի օրինակ եթե մենք ուսումնասիրենք օրինակ Սաղմոսների գիրքը, այնտեղ բավականին շատ է օգտագործում, այլ լեզուներով եթե օգտագործում է spirit կամ դուխ բառը, դուշա կամ soul բառը, ապա այդ բոլորի փոխարեն հայերենը կենդանի հոգու փոխարեն ավելի շատ օգտագործում է անձ բառը։ Օրինակ Եզեկիել 18 գլխում ասում է մեղանչող անձը նա կմեռնի։ Այսինքն անձի հետ անձը նկատի ունի կենդանի հոգի ասելով։ Իհարկե այս բոլոր հոմանիշները ձեզ կարող են օգնել, որպեսզի տեսնեք Աստվածաշունչում, որ կենդանի հոգի նեֆեշ բառը եբրայերեն կամ փսյուխե հունարեն նոր կտակարանում դա նույն անձ բառն է, մարդուն նկատի ունի։ Բայց այստեղ գալիս է նաև վերլուծությունը նեֆեշ բառի հունարեն տեսնում ենք թարգմանվում է անձ, էակ, մարդ, շունչ, հոգի, դուշա իմաստով։ Իհարկե այս բոլորը մարդկանց քանակ իմաստով, որովհետև ասում է ենթադրենք Հակոբի հետ 70 նեֆեշ իջան Եգիպտոս, այսինքն 70 մարդ։ Դա մարդու մի մասը չէ, դա ամբողջ մարդն է։ Այսինքն հող գումարած կենդանության շունչ հավասար է նեֆեշի կամ անձի, կամ մարդու, կամ էակի։ Մի խոսքով հստակ է, որ հողը եւ Աստծո կողմից տրված ինչ որ բանը, որ մենք քիչ հետո կնայենք, մարդուն մարդ է դարձնում։ Նեֆեշը փսյուխեն դրանք նույն իմաստով են օգտագործում, 5 տականի նեֆեշը նոր տականի փսյուխեն միջալից թուրքերեն կամ ադրբեջաներեն նաֆաս բառը նեֆեշ բառից է գալիս։ Գործածում են նույն իմաստով փսյուխե եւ այլն այդ բառներ ձեզ ծանոթ է երևի։ Եվ մենք տեսնում ենք, որ նոր կտակարանում փսյուխեն անապական չէ։ Ապականվում է եւ անում, հայտնության 16:3-ում օրինակ գրված է։ Մատթեոս 10:28 համարում ասում է՝ «Մի վախեցեք նրանից, որ կարող է մարմինն, հոգին եւ այնտեղ փսյուխ է բառն է։ Փսյուխ են ոչնչացնել, կործանել»։ Մի խոսքով մենք տեսնում ենք, որ մարմինը եւ շունչը միասին գոյություն ունեն։ Եթե մարմինը չկա, փսյուխը չկա։ Եթե մարմինը չկա, նեֆեշ չկա։ Եթե մարմինը չկա, մարդ չկա։ Այսինքն նրանք առանձին գոյություն չունեն։ Եվ այս ամենը պետք է հաշվի առնել Աստվածաշունչը ուսումնասիրելուց եւ բավական հեշտանում է գործը, եթե կարողանանք պատկերացնել։ Մենք նայեցինք հող գումարած կենդանության շունչ հավասար է կենդանի հոգի։ Հասկացանք, որ կենդանի հոգին դա անձն է, պարզապես մարդը։ Իսկ ինչ է ստանում մարդը, որ դառնում է մարդ։ Ինչ է ստանում հողին գումարած, որ դառնում է կենդանի էակ։ Նա ստանում է կենդանության շունչ։ Իմիջիալից այս բոլոր բառերը մի քիչ դժվարություն են ստեղծում, տեսեք համարյա այս նույն բառն էլ տարբեր իմաստներով մենք կտեսնենք եւ կտեսնենք, որ բավականին կրկնվում են նույնիսկ մի բառը երկու կարգավիճակում էլ։ Աստծո հոգին է ստեղծել ինձ եւ ամենակարողի շունչը ինձ կյանք տվել։
Ուշադրություն դարձրեք այս համարի վրա, հոբի մեջ է դա գրված, ինչ եմ ես դա ասում, որովհետև հոբի գիրքը բանաստեղծական գիրք է, իսկ հրեական բանաստեղծության համապատասխան սովորաբար բանաստեղծությունը գրվում է զուգահեռականության կանոնի հիման վրա։ Նկատեք, Աստծո ամենակարողի հոգին շունչը ստեղծել, տվել ինձ, կյանք տվել ինձ։ Տեսեք նույն բառերը կա, պարզապես մի քիչ այլ տարբերակով է օգտագործվում, եւ այստեղ տեսնում ենք, որ հոգին եւ շունչը օգտագործում են որպես հոմանիշներ։ Աստծո հոգին ինձ ստեղծել է, Աստծո շունչը ինձ կյանք է տվել, նույն բանն ասում։ Այսինքն հոգի եւ շունչը օգտագործում են որպես հոմանիշ, մենք քիչ առաջին չենք նայում կենթանության շունչ։ Այնպես որ կարող ենք դրա փոխարեն ասել պարզապես Աստծո հոգին։ Եվ այստեղ բնական է հաշվի առնելով հրեական պոեզիան, մենք տեսնում ենք, որ հոգին հավասար է շունչի, որը նշանակում է կյանք, աստվածաշունչում էներգիա բառը չկա, բայց այդ իմաստը գոյություն ունի, ես գրել եմ որպեսզի մենք նկատենք, զորություն իմաստով, այսինքն հրեական այս բառը, որ օգտագործում է, հոգի, շունչ եւ այլն։ Եթե բացեք օրինակ Եզեկիել 37 գլուխը, այնտեղ դուք կարող եք հանդիպել, որ հոգին գալիս է մարմնի մեջ եւ հարությունն է տեղի ունենում։ Այնտեղ նկարագրում է մարմինների հարությունը, մարդկանց հարությունը։ Եվ այնտեղ թարգմանիչը նույնիսկ հայերեն թարգմանող թարգմանիչը դժվարացել է որոշակի իմաստով չի իմացել հոգի բառը դնի թե շունչ բառը։ Եվ այնտեղ գրում է, երբ որ հոգին եկավ նրանց վրա, այդ մարմինների վրա, ոսկորների վրա, եւ այդ հոգի բառի վրա դրած է աստղանիշ եւ ներքևում տողատակի բացատրության մեջ գրած է կամ շունչ։ Եվ ինչքան այդ գլխում հանդիպում է հոգի բառը, անպայման աստղանիշը դրած է ներքևում գրած է կամ շունչ։ Այսինքն թարգմանիչը նույնիսկ չգիտի որը դնի, շունչ դնի թե հոգի դնի, որովհետեւ երկուսն էլ նույն իմաստն ունեն ինչ որ իմաստով, նույն առումով։ Դա ռուախ բառն է եբրայերեն, հիշատակվում է Աստվածաշունչում, հիշվում է 377 անգամ։ Եվ կարելի է բոլոր դեպքերը նայել եւ տեսնել արդյոք նա ունի այն բոլոր իմաստներ, ինչ որ ես ասացի։ Թարգմանվում է հոգի, կամի, շունչ իմաստով, ռուախ, հոգի կամ շունչ ունեն եւ մարդիկ եւ կենդանիները։ Ժողովող 3 գլխի մեջ մենք կարդում ենք, ասում է մարդկանց հոգին վերև է գնում, կենդանիների հոգին ներքև է գնում։ Չի պատասխանում այդ հարցին, իհարկե, պարզապես հռետորական հարց է տալիս, բայց միևնույնն է օգտագործում են նույն բառը, թե մարդկանց համար, թե կենդանիների համար։ Իհարկե մենք դա տեսնում ենք Ծննդոց 7 գլխում, որ կենդանիների հոգիները բոլորը ասում են, ում մեջ շունչ կար կամ հոգի կար, բոլորը մահացան։ Մի խոսքով ռուախը, դա կենդանության շունչն է։ Դա այն բանն է, որ Աստծուց է բխում եւ տրվում է մարդուն, որպեսզի նա ապրի։ Եվ բնականաբար ռուախը թողնում է մարդուն մահանալիս։ Հոգին, շունչը, ինչպես ուզում եք անվանեք, այն թողնում է մարդուն, հեռանում է մարդուն մահանալիս։ 146 Աղմոսը մենք կկարդանք դեռ եւ Ժողովողի 12:7-ում ասում է վերադառնում է Աստծո մոտ։ Այսինքն վերադառնում է Աստծուն։ Ոչ թե Աստծո մոտ ինչ որ միտեղ դարակում կամ ինչ որ պահեստարանում պահվում է, այլ պարզապես Աստված էր տվել Աստծո այդ էությունը, զորությունը, կյանքը վերադառնում է իրեն Աստծուն։ Եվ մենք տեսնում ենք ռուախ բառը նոր կտակարանում դա պնևմա բառն է, որը թարգմանվում է փչել կամ շնչել, պնևմատիչսկի ռուսերեն բառը նկատած կնեք։ Եվ պնևմա ինչ որտեղ օդի հետ է առնչվում, եւ մենք տեսնում ենք, որ նոր կտակարանում նորից այն վերադառնում է Աստծուն։ Ղուկաս 23 գլխում մենք կարդում ենք Քրիստոսի մասին հոգիս քո ձեռքն եմ անվանդում։ Գործկարակելոց 7 գլխում մենք տեսնում ենք, որ Ստեփանոսն է այդ մասին ասում, ընդունիր իմ հոգին։ Այսինքն մարդը մահանալուց հոգին նրա մեջից դուրս է գալիս։ Դա ռուախն է կամ պնևման է կամ շունչ այլ թարգմանությամբ։ Այսպիսով մենք եկանք այն եզրակացության, մի քիչ ավելի պարզ լեզվով ասենք, որ մարդը երբ գոյություն ունեն մարմինը եւ հոգին։ Հողի փոշուց ստեղծված կամ մարդուց ծնված մարմինը եւ հոգին, որ աստվածային մասնիկն է, աստվածային էությունն է, կյանքն է, որը նա տալիս է մարդուն, եւ այդ երկուսի միացությունից առաջանում է անձը։ Անձնավորությունը, էակը, մարդը։ Իհարկե, այստեղ մենք նկատեցինք, որ հոգի բառի փոխարեն կարող է շունչ օգտագործվել, անձ բառի փոխարեն կարող է շունչ օգտագործվել, հոգի օգտագործվել, որովհետեւ մարդուն որ ասում են, քանի հոգի եք ձեր տան, ասի 7 հոգի ենք, կամ 7 շունչ ենք, կամ 7 անձ ենք, կամ 7 մարդ ենք,
Այսինքն 4 ձևով ասեցի առնվազն։ Դրա համար այստեղ շփոթություն կարող է լինել, որտեղ նույն բառը մենք օգտագործում ենք տարբեր իմաստներով, բայց գաղափարը նույնն է։ Եթե վերցնենք ռուախ, նեֆեշ եւ մարմին, մենք կտեսնենք, որ ամեն ինչ հեշտ է ստացվում։ Մարդը բաղկացած է ֆիզիկական մասից, աստվածային մասից, այդ երկուսը միանում են, առաջանում է անձնավորությունը։ Այդ երկուսը բաժանվում են, մարդը այլևս գոյություն չունի։ Ինչ է տեղի ունենում մահից հետո։ Եկեք մի փոքր դրան անդրադառնանք, տեսնենք ինչ նկատի ունենք մահից հետո։ Եթե հոգին պետք է ապրեր, բնականաբար մենք պետք է տեսնենք նրան գիտակցաբար կամ ինչ-որ ձևով։ Շատերը մտածում են, որ հոգին անմարմին արդեն սկսում է սավառնել մարդու դիակի վրա 40 օր, հետո տեղափոխում է ինչ-որ միտեղ, Աստծո մոտ, խավարան, դժոխք, դրախտ, տարբեր տեղեր կարող են նրան տեղ հատկացնել, կարող է վերադառնալ նորից, կարող է ինչ-որ տեղ հաղորդակցվել մարդկանց հետ։ Այդպես է արդյոք թե ոչ, իհարկե մենք կնայենք Աստվածաշնչում։ Այսպեսով մենք տեսնում ենք, որ մարդը բաղկացած էր երկու, այսպես ասենք, բաղկացուցիչ մասերից, մարմին եւ Աստծո հոգին, եւ ստեղծագործության ժամանակ այդ երկուսը միանում են եւ մարդը ստեղծում է։ Բայց եթե մարդը մահանում է, մեղքի վարձքը մահն է, մենք այդ մասին կարդում ենք Աստվածաշնչում, այսինքն հատուցումը մահն է, մենք տեսնում ենք, որ տեղի ունենում ստեղծագործության հակառակ process-ը, հակառակ գործընթացը։ Ծննդոց 3:19-ում ասում է հողեր դու եւ հող կդառնաս։ Այսինքն մարմինը վերադառնում է երկիր։ Ժողովուրդ 12:7-ում ասում է, որ հոգին վերադառնում է Աստծո մոտ։ Այսինքն բաժանվում են այդ երկուսը եւ մարդը դադարում է գոյություն ունենալուց։ Եվ մարդկության հույսը բնականաբար մահը չի, որ հոգին մահից հետո տեղափոխվի ինչ-որտեղ, դրախտ օրինակ այլ հարությունը։ Առաջի Կորինթացիս 15:17-18 համարներում Պողոս առաքյալը այս հարցին անդրադառնալով իհարկե նա խոսում է հարության մասին ընդհանրապես, բայց նկատենք այս համարները, եթե Քրիստոսը հարություն չի առել, ունայն է ձեր հավատքը եւ դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Ուրեմն նրանք էլ, որ Քրիստոսում ննջեցին, կորան։ Ուշադրություն դարձրեք, ասում է, եթե հարություն չկա, ապա իզուր էլ հավատում եք։ Եվ նրանք նույնիսկ ովքեր Քրիստոսին ընդունել են եւ մահացել են, միևնույն է կորած են։ Եթե Քրիստոսին ընդունել են, հավատում են, եթե հոգին գոյություն ներգնալու է դրախտ, ինչու ասում կորած են։ Բնականաբար մենք նկատում ենք, որ մարդկության հույսը մահը չէ, այլ հարությունը։ Եթե հարությունը չլիներ, կորած ենք։ Բոլոր մարդիկ մահանում են։ Դա հույս չի։ Դա ընդհակառակը մարդկանց ցույց է տալիս, որ ամեն ինչ կորած կլիներ, եթե չլիներ Քրիստոսի հարությունը, կարող եք կարդալ 15 գլուխ մանրամասն։ Ասում է, եթե Քրիստոս հարություն չի առել, մենք էլ ուրեմն հարություն չենք առնի։ Եթե մենք էլ հարություն չենք առնելու, ուրեմն բոլորն անիմաստ է։ Մենք արդեն ոչ մի հույս չունենք եւ ասում է, եթե միայն այս կյանքում հույս ունենք Քրիստոսի վրա, բոլոր մարդկանցից ավելի ողորմել ենք, ասում է Պողոս առաքյալը։ Կարդացեք 15 գլուխը եւ կտեսնեք, որ մարդկության հույսը հարությունն է եւ ոչ թե մահից հետո հոգու համբարձումը։ Մենք տեսնում ենք, որ մահը Աստվածաշնչում համեմատում է քնի հետ։ Լուսավորիր իմ աչքերը, որ մահի մեջ չննջեմ։ Սա 5 տականից դեռևս։ Եվ քնանան հավիտենական քնով եւ չզարթնեն։ Երեմիա 51 գլուխ։ Կա հավիտենական քուն, կա նաեւ քուն, որից զարթնում են, պարզվում է։ Սա նույնիսկ 5 տակարանում։ Առավել եւս, մենք տեսնում ենք, որ քնի հետ է համեմատվում մարդու մահը նոր կտակարանում նույնպես։ Մարկոսի մեջ մենք կարդում ենք, որ Հայրոսի աղջիկը երբ որ մահացած էր, Քրիստոս ասեց նա քնած է, բոլորը սկսեցին ծաղրել, հետո նա ավելի պարզ ասեց, որ խոսքը գնում է մահվան մասին։ Կամ Ղազարոսի հետ կապված, մեր եղբայր Ղազարոսը քնեց, ես գնում եմ նրան զարթնեցնեմ։ Եվ աշակերտները երբ որ ասացին, թե որ քնելը կառողջանա, ուրեմն դա լավ նշան է, կկազդուրվի, Քրիստոսը ասաց, որ խոսքը գնում է մահվան մասին։ Ես գնում եմ նրան զարթնեցնեմ, արթնացնեմ, այսինքն հարություն տամ։ Մենք տեսնում ենք այս համեմատությունները, Պողոս առաքյալը ասում է, ոչ թե ամենքս կննջենք, ոչ թե կքնենք, ոչ թե բոլորս կքնենք, այլ որոշ մարդիկ կենդանի կլինեն Քրիստոսի գալստյան ժամանակ։ Եվ ընդհանրապես մահացածներին Աստվածաշունչը անվանում են ննջեցյալներ, այսինքն քնածներ։ Այնպես որ մահը դա քուն է, պարզապես միակ տարբերությունը մահվան եւ սովորական քնի, որ մահը առանց երազների քուն է,
բնականաբար եւ նրանից միայն մի ձև կա արթնանալու, դա հարությունն է։ Այնպես որ այս արտահայտությունները արդեն ինչ որ բան ասում են, թե ինչպիսին է մարդու վիճակը մահից հետո։ Բայց ավելի խորանանք եւ տեսնենք, որ մահը այն սահմանագիծն է, որից այն կողմ մարդիկ այլևս գիտակցություն չունեն, որից հետո մահացած մարդը ոչինչ չի զգում, վերանում են նրա բոլոր մտքերը, նա ոչ միտք ունի, ոչ էլ զգացմունք։ Այս ամենը որպեսզի, այսպես ասենք, մերկապարանոց հայտարարություն չլինի, տեսնենք համարներով, տեսնենք թե ինչպես է մարդու մասին ասվում գիտակցության տեսակետից։ Նրա համար, որ կենդանիները գիտեն, այսինքն կենդանի մարդիկ գիտեն, որ մեռնելու են, բայց մեռելները մի բան չգիտեն։ Ուշադրություն դարձրեք, մեռելները ոչ մի բան չգիտեն, վարձք էլ չունեն, այսինքն դրախտում չեն, որտեղ նրանց հիշատակը մոռացվել է։ Նրանց սերն էլ, նրանց ատելությունն էլ, նրանց նախանձն էլ վաղուց է փչացել, եւ նրանց համար այլևս հավիտյան բաժին չկա Արիգակի տակին եղած բոլոր բաների մեջ։ Նկատենք, որ նախորդ 5-րդ համարում ասում էր, որ նրանք միտք չունեն, միտքը վերացել է եւ այստեղ էլ արդեն խոսում է զգացմունքների մասին, սիրո մասին, ատելության մասին, նախանձի մասին, այդ բոլորը չկա։ Նրանք ոչինչ չեն զգում, որովհետեւ նրանք մահացել են։ Նրա համար կոչ է անում ամեն ինչ որ ձեռքդ գտնի անելու ուժովը տարա, որ գործ, խորհուրդ, գիտություն եւ իմաստություն չկա մյուս աշխարհում, ուր որ պիտի գնաս։ Ուշադրություն դարձրեք, որ մարդը չի կարող մտածել, խորհուրդ Աստվածաշնչում օգտագործում է մտածել իմաստով, գաղափարներ արտահայտել, ամեն դեպքում իմաստություն բառնել, գիտություն բառնել, ցույց են տալիս, որ մարդը մյուս աշխարհում չի կարող մտածել, խորհել եւ ինչ որ գործ անել։ Մի խոսքով այնտեղ գործ չկա անելու, մտածելակերպ չկա։ Ինչ որ անելու ես այստեղ արա, ասում է Սողոմոնը։ Այնպես որ այս համարները շատ հստակ ասում են, որ մյուս աշխարհում, այսինքն մահանալուց հետո մարդը չի գիտակցում, գիտակցություն չունի։ Իհարկե, մի քիչ դժվար է այս համարներին հակաճառել, բայց մեկ անգամ ես երբ խոսում եմ մի այլ եկեղեցու հարանվանության ներկայացուցիչի հետ, նա ոչինչ չգտավ ասելու, կան միայն այն, որ ասված, դե գիտես, սա Սողոմոնն է գրել, որը Աստծուց հեռացել էր եւ Աստծուց հեռացած վիճակում ինչ ասես կարող էր գրել։ Բայց նկատենք, որ Սողոմոնը սա գրել էր Աստծուց հեռանալուց հետո, նորից Աստծուն վերադառնալուց հետո։ Երբ որ նա ամեն ինչ վերլուծեց, հասկացա, վերջում էլ գրում է ամեն ինչ հասկանալի է, Աստծո հետ փոխհարաբերություններում կարևոր է, որպեսզի մենք Աստծուց վախենանք, նրա պատվիրաններ պահենք եւ այլն։ Մի խոսքով սա հստակ Աստծո խոսքն է։ Միակ տեղը չի իհարկե, դրա համար մի համարել կարդանք Սաղմոս 146:3-4 Մի հուսակ իշխաններին, մարդի որդին, որի մոտ փրկություն չկա։ Նրա հոգին դուրս կգա, նա դեպի հողը կդառնա, տեսեք, ստեղծագործանակարակ process-ը մահը հոգին դուրս է գալիս, հողը դառնում արմինը, նույն օրը կկորչեն նրա խորհուրդները։ Ոչ թե հաջորդ օրը կամ հաջորդ պահին, պարզ է, մահանալու պահին նրա բոլոր մտքերն ու գաղափարները, խորհուրդները կորչում են։ Մարդը չի մտածում, մարդը գիտակցություն չունի մահանալուց հետո։ Բայց այստեղ մի հարց է առաջանում, որին մենք պետք է անդրադառնանք, քանի որ երբեմն սա վերլուծում է, չարաշահվում, այսպես ասած, եւ ասում է, որ այս համարի հիման վրա մարդը նույն օրը կարող է հայտնվել դրախտում։ Խոսքը այստեղ Քրիստոսի մասին է, Քրիստոսն է ասում այս արտահայտությունը, ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Եթե կարդում ենք այս նախադասությունը, ստացվում է, որ շատ պարզ է, ակնհայտ է, որ Քրիստոսը շատ հստակ ասում է, որ դու, այսինքն ավազակին է դիմում, այսօր ինձ հետ կլինես դրախտում։ Նշանակում է, որ նա մարմինը մնաց գերեզմանում եւ նա հոգով կարող էր դրախտում լինել, նույնն էլ ավազակին։ Հոգով նրանք կտեղափոխվեն դրախտ։ Եկեք վերլուծենք այս համարը։ Դուք տեսնում եք սա հունարեն լեզվով ամեն լեգոսու սիմերոմեն էմոն էտե էնտո պարադիսո։ Իհարկե, եթե մենք նայենք հունարեն դասավորվածությունը, բնականաբար հայերեն դասավորվածության հետ չի համընկնում, դրա համար պարզապես տողատակի բառերը գրված են, որպեսզի տեսնենք, որ բառը ինչ է նշանակում։ Ճշմարիտ ասում եմ քեզ, այսօր ինձ հետ կլինես դրախտ ում։ Էնտոն կարելի է հետո դնել,
եւ կլիներ դրախտում մեր հայկական տարբերակով իհարկե։ Հունարեն խնդրեմ չկա, կարող են հետո առաջ դնել, իմիջիալից հունարեն շատ ազատ են շարում շարաշրջան տեսակետից բառերը։ Մենք այստեղ տեսնում ենք, որ դու բառը չկա, եթե նկատեցիք։ Ես վերադառնում եմ նախորդ սլայդին, ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Այստեղ դու բառը չկա, ոչ մի բառ չկա։ Հունարեն, որ դու է նշանակում։ Այնպես որ մենք դուն կարող ենք շատ հեշտությամբ հանել։ Ռուսերեն այլ թարգմանությունների մեջ, հայերեն, արևմտահայերեն, գրաբար եւ այլ թարգմանությունների մեջ դու բառը չկա։ Դա պարզապես դրվել է, որպես մի քիչ ավելի հեշտ արտասանվի։ Եթե դուն հանում ենք, գործը մի քիչ էլ է հեշտանում, գնում ենք առաջ։ Հաջորդ հարցը, որ առաջանում է, դա ստորակետի հարցն է։ Մենք գիտենք, որ երբ որ գրվել է նոր կտակարանը, այն ժամանակ կետադրական նշաններ չեն օգտագործել։ Կետադրական նշանները սկսել են օգտագործել հետագայում, որպեսզի ավելի հեշտացնեն ընթերցանությունը, վերջակետ եւ այլն, եւ ստորակետը չի եղել այն ժամանակ։ Այնպես որ այն ինչ որ դրվել է քեզ բառից հետո ստորակետը հարցը դեռ այդտեղ պետք է դրվեր, թե մեկ ուրիշ տեղ, կամ ընդհանրապես պետք է չդրվեր, քանի որ բնագրում դրված չի եղել։ Ուրեմն մենք եթե ստորակետի հարցնել կարգավորում ենք, եթե ուզում ենք ստորակետ անպայման դրած լինենք, կարող ենք դնենք այսօրից հետո։ Եվ եթե մենք ջնջենք քեզից հետո դնենք այսօրից հետո, ինչ է ստացվում, ճշմարիտ ասում եմ քեզ այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Սա իհարկե մենք տեքստի հետ ռուսերեն ասած մանիպուլյացիա չարեցինք, մենք խախտեցինք տեքստը, պարզապես մի քիչ ավելի ճիշտ թարգմանեցինք։ Եթե ուզում եք, ստորակետը կարող եք ընդհանրապես չդնել։ Բայց այստեղ կարդալու պահն է, ինչպես կարդալ։ Ճշմարիտ ասում եմ քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես, կամ ճշմարիտ ասում եմ քեզ այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Ինչու պետք է մենք կարդանք ճշմարիտ ասում եմ քեզ այսօր ինձ հետ դրախտում կլինես տարբերակով, որովհետև մի քանի հանգամանքներ կարող ենք հաշվի առնել։ Քրիստոսը այդ նույն օրը դրախտում չէր։ Նույնիսկ նրանք, ովքեր հոգու անմահությանը հավատում են, նրանք ասում են, որ Քրիստոսը հոգով գնաց դժոխքում եղած հոգիներին քարոզելու։ Բայց եթե գնաց դժոխքում եղած հոգիներին քարոզելու, հետևողական չեն, նա ուրեմն դրախտում չէր։ Չնայած մենք չենք ընդունում, որ գնաց հոգով դժոխքում եղած հոգիներին քարոզելու, որտեղ Քրիստոսը պարզապես գտնում էր գերեզմանում, ոչ մտեղ էլ չի գնացել ուրբաթից մինչև կիրակի առավոտ։ Քրիստոսը դրախտում չէր հաստատ, որովհետև կիրակի օրը երբ նա հարություն էր առել, երբ Մարիամը փորձում էր դիպչել նրան, նա ասաց՝ մի դիպչիր ինձ, որովհետև ես դեռ իմ հոր մոտ չեմ եղել։ Եթե դրախտում հոր մոտ չի եղել, ուրեմն նա այդ օրը, ուրբաթ օրը դրախտում չէր։ Եվ բացի դա, մենք չենք տեսնում, որ ավազակը մահացավ այդ օրը։ Սովորաբար խաչի վրա խաչվածները վիրավորվում էին, բայց մի քանի օր կարող էին կենդանի մնալ։ Այնպես որ այս արտահայտությունը, որ Քրիստոսի հետ միասին ավազակը դրախտում են, չի անպատասխանում Աստվածաշնչի մնացած բոլոր արտահայտություններին, կոնտեքստին, համատեքստին, եւ այստեղ էլ պարզապես պետք է կարդալ ճշմարիտ ասում եմ քեզ այսօր, այսինքն այսօր ես քեզ վստահեցնում եմ, երբ մենք կախված ենք խաչի վրա, ես քեզ վստահեցնում եմ, որ դու դրախտում կլինես։ Ես քեզ այդ երաշխիքը տալիս եմ։ Այսօր եմ տալիս այդ երաշխիքը։ Դրա համար այսօր բառը շեշտում եմ։ Բայց ոչ թե այսօր կլինենք դրախտում, այլ այսօր ես քեզ երաշխիք եմ տալիս, ճշմարիտ եմ ասում քեզ, դու ինձ հետ կլինես դրախտում։ Մի խոսքով այս համարն էլ հեշտ է լուծում հարցը, եթե մենք կարդայինք ճշմարիտ ասում եմ այսօր ինձ հետ կլինես դրախտում, այդ դեպքում մենք ունենայինք հակասություններ։ Մենք ունենայինք հակասություններ հարության գաղափարի հետ։ Ինչի համար է պետք հարությունը, եթե մարդը արդեն դրախտում է։ Ինչին է նրան պետք այս մարմինը Պտած հող դառած, որ պետք է նորից վերականգնվի, տրվի նրան թեկուզ անմահ մարմին լինի։ Չէ՞ որ նա արդեն երանության մեջ, Աստծո ներկայության մեջ է, եթե կարող է այդ վիճակով, այդ սուբստանցիայով, այսպես ասենք, յոլագնալ ապրել, կարող է շարունակել ապրել, ինչին է պետք նրան մարմինը։ Հարության գաղափարին հակասում է դա, եթե միանգամից մարդը գնում է դրախտ։ Երկրորդ գալստյան գաղափարին հակասում է, որովհետև Քրիստոսը գալու է եւ միայն դրանից հետո կլինի հարությունը եւ փրկությունը։ Եվ շատերը այդ հատուցումը մենք քիչ հետո կնայենք, չեն ստանում մինչև Քրիստոսի գալուստը չլինի։ Դատաստանի գաղափարին է հակասում։ Եթե մարդիկ գտնվում են դժոխքում,
Էլ ինչ է նորից հարություն տալիս։ Չէ՞ որ նրանք արդեն պատիժը կրում են, կամ կրելու են, կամ եթե անվերջ են տանջվելու, թող տանջվեն։ Ինչ կարիք է նրանց նորից այնտեղից անել, հարություն տալ, չնայած հարություն այստեղ չի հասկացում ինչ իմաստով, որովհետև նրանք այնտեղ ինչ-որ բանով տանջվում են, մարմին ունեն որոշակի գուցե։ Հետո հանում է Աստված նրանց ուրիշ մարմին է տալիս, նորից գցում են նույն տեղը, մի քիչ անհեթեթ բաներ է ստացվում, ոչ թե մի քիչ, այլ բացարձակապես անհեթեթ Աստվածաշնչի հիման վրա։ Հակասում է դատաստանի գաղափարին։ Հակասում է նաև արդարների հատուցման գաղափարին։ Եփրատիս 11 գլխի մեջ մենք կարդում ենք, որ Աստված ասում է շատ շատերը, որոնք հավատքի հերոսներ էին, 11 գլուխը սկսում է հավատքի հերոսները թվարկելով, եւ ասում են նրանք բոլորը չընդունեցին այդ պարգևը, հատուցումը 39-40 մարմինները կարդանք, նրանք ամենը հավատքով վկայություն առան, բայց խոստումունքը չընդունեցին։ Աստված խոստացել էր նրանց նոր երկինք, նոր քաղաք, երբ որ կարդում ենք 11 գլուխ, այն բոլորը այնտեղ թվարկում է։ Աստված ավելի լավ բան էր պատրաստել նրանց համար Եգիպտոսի ճարճարանքները մի կողմ թողնելով Մովսեսը գերադասեց Աստծո հետ լինել, որպեսզի հավատքով ստանա երկինքը եւ այլն, այդպիսի պահերից հետո ասում են նրանք խոստումունքը չընդունեցին։ Ինչու՞։ Որովհետեւ Աստված մեզ համար ավելի լավ բան նախապատրաստեց, որ նրանք առանց մեզ չկատարվեն։ Այսինքն բոլորը միասին են ստանալու այդ հատուցումը, այդ պարգևատրումը նոր երկրում։ Այնպես որ հակասում է միանգամից դրախտ կամ դժոխք գնալու գաղափարը հարության երկրորդ գալստյան դատաստանի եւ արդարների հատուցման այս դրույթներին, գաղափարներին։ Այնպես որ մարդը միանգամից մահից հետո դրախտ կամ դժոխք չի գնում։ Մեր հույսը հարությունն է, ինչպես արդեն ասացինք, չնայած մարդիկ վերջին ժամանակում, ինչպես մենք տեսնում ենք մարգարեության մեջ, վերջին խաբեությունը նրանց խաբելու համար կլինի կիրակի եւ հոգու անմահության հետ կապված։ Սատանան կօգտագործի կիրակին որպես սուրբ օր ներկայացնելով այս գաղափարը եւ հոգու անմահության գաղափարը, որը հիմա այսօր էլ աչուձախ նա օգտագործում է։ Նրանք ովքեր հավատում են հոգու անմահության, որ մարդը մահանալուց հետո հոգին անմահ է մնում, չի մահանում, իհարկե մենք էլ չենք ասում մահանում է, այն վերադառնում է Աստծուն պարզապես, բայց մարդը գոյություն չունի մահից հետո, մարդը անմահ չէ։ Եվ եթե մարդիկ հավատում են այդ անմահության գաղափարին, անդրշիրիմյան, նշանակում է սատանան կարող է նրանց օգտագործել, խաբել, մոլորեցնել այն հանգամանքով, որ ոգեհարցության տեղ տա կախարդություններին, հոգեհարցական սեանսներին, երբ որ հոգիներ են կանչում, հոգին եթե գնացել է, նա կարող է գալ, եթե կա, չի մահացել։ Եվ շատ-շատերին այսօր սատանան գցում է այդպիսի անմիջական հոգիներից կախվածության մեջ։ Իրականում դա իր հոգիների հետ են առնչվում մարդիկ եւ շատ վտանգավոր է։ Եվ վերջին խաբեությունը հիմնված կլինի այս երկու գաղափարի վրա՝ կիրակի սրբություն եւ հոգու անմահություն։ Այսպեսով մեր հույսը, ինչպես արդեն ասացինք, առաջին հարությունն է, ոչ թե ընդհանրապես հարությունը, այլ առաջին հարությունը։ Գիտեք այդ հայտնի կատակը, երբ պատկերացրեք ապագայում հարություն են առել երկու հոգի, եւ մեկ ասում է, վայ, ես ինչ լավ է, ես էլ գիտեի հարություն չեմ առնի, ես իմ կյանքը լավ ճիշտ չեմ ապրել, ասում է կողքի հարություն առած, ասում է շատ մի ուրախացիր, դա երկրորդ հարությունն է։ Այնպես որ երկրորդ հարությունը հաշվի մեջ չի, ոչինչ չի տալիս, երկրորդ հարությունից հետո կա երկրորդ մահ։ Եվ ոչնչացում, մենք այդ մասին խոսել ենք դժոխքի թեման վերլուծելիս։ Մեր հույսը առաջին հարությունն է։ Նույնիսկ այն անվանվում է ազնիվ հարություն կամ ավելի լավ հարություն, առաջին հարություն, մենք այդ մասին ենք քիչ թե շատ խոսել, այսինքն մեր նպատակն է առաջին հարությանը մասնակից լինել, եւ այդ դեպքում մենք կարող ենք հավերժական կյանքին արժանանալ։ Եվ ոչ թե մահից հետո միանգամից հոգին է գնում դրախտ կամ ինչ որտեղ։ Մեր հույսը հարությունն է, որը կլինի բնականաբար Քրիստոսի գալստյան ժամանակ։ Իհարկե կլինեն մարդիկ, որոնք մահացած չեն լինի այդ ժամանակ, եւ նրանք չենք ասում որ հույս չունեն, նրանց հույսը առավել հաստատ է, նրանք պարզապես կվերափոխվեն, կստանան նոր մարմիններ, եւ մենք դա այսօր հիշատակեցինք առաջ Կորինթացիս 15 գլխի մեջ ասում է այս ապականացուն, այսինքն մեր մարմինը այս մահկանացուն կդառնա անապական եւ անմահ։ Դա կլինի Քրիստոսի գալստյան ժամանակ։ Դա Աստված օգնի, որպեսզի մենք այս հույսով ապրենք եւ արժանացնենք Աստծո սպասումները
այս տեսակետից։ Վերջապես հատուցումը։ Մարդիկ դրախտ չեն գնում, արդեն պարզեցինք, եւ նրանց հոգին եւ մարմինը, երբ որ կմիանա հարության ժամանակ, այն ժամանակ էլ կստանան պարգևատրումը, հատուցումը, նոր երկինքը, նոր երկիրը, նոր երկնքի տակ, որտեղ կլինի նրանց բնակությունը։ Թող Աստված մեզ արժանացնի այս ամենին, այս պարգևները, առաջին հարությունը, Քրիստոսի գալստյան ժամանակ, նոր երկիրը, այդ հատուցումը մենք կարող ենք ստանալ եւ փառաբանել մշտապես մեր Աստծուն այդ բոլոր պարգևների համար։ Բայց ուշադիր լինենք, որպեսզի չմոլորվենք հոգու անմահության սատանայի գաղափարից, որ եւ այդ սկսած բոլոր դարերի ընթացքում ասում է բնավ չեք մեռնի։ Դուք չեք մեռնի, պարզապես ձեր հոգին ինչ որտեղ սավառնում է, նույնիսկ Եհովայի վկաները, որոնք չեն հավատում հոգու անմահությանը, ինչ որ միտեղ կա, երբ որ նրանք ասում են, որ 144,000-ը երկնքում ինչ որտեղ նրանց հոգիները պահվում է, որտեղ արդեն քանի 100 տարի ասում են, որ 144,000 հավաքվում են, բայց այդ մարդիկ մահանում են։ Հանկարծ այդ ցուցակի մարդկանցից մեկը մահացել է, ասում են ոչինչ, նրա հոգին պահվում է, ինչ որտեղ հոգու անմահությունը հասանելի է դառնում բոլորին։ Եվ սատանան դրանով շատ մարդկանց է խաբում, սպիրիտիզմի, կախարդության մասին չխոսելով։ Դրա համար ուշադիր լինենք եւ հոգու անմահության այս գաղափարը, ինչ է սպասում մահից հետո այս մտքերը, ավելի մանրամասն վերլուծենք։ Այսօր ես ընդհանուր դրույթների տեսակետից վերլուծեցի, ներկայացրեցի այդ ամենը, բայց լավ կլինի ինքնուրույն էլ ուսումնասիրեք, նայեք, պարզաբանեք հոգի, շունչ կամ այլ լեզուներով, դուխ, դուշա, soul, spirit անգլերեն, ով որ լեզվին թերապետում է, որոշ ժամանակ ուսումնասիրություն կատարելով կտեսնեք, որ այն ինչ որ ես ներկայացրեցի, իրոք հիմնավոր է, եւ դա նոր չէ, որ ես հայտնագործել եմ, դա իհարկե Աստծո խոսքը լավ իմացող մարդիկ միշտ էլ այդպես են համարել։ Եվ այսօր նույնիսկ շատ ավետարանական եկեղեցիների աստվածաբաններ, ուշադրություն դարձրեք այս գաղափարի վրա, ես չասացի սովորական անդամներ կամ քարոզիչներ, որտեղ քարոզիչները սիրում են տարբեր համատություններ անել, բայց աստվածաբանության մեջ չխորանալ, աստվածաշնչում շատ չխորանալ։ Պարզապես սիրուն ինչ որ գաղափար են վերցնում, օրինակ են վերցնում եւ ծավալվում են։ Բայց աստվածաբաններ կան այսօր ավետարանական եկեղեցում, ավետարանչական ուղղվածության բողոքական աստվածաբաններ, որոնք եկել են այդ գաղափարին, շատ հայտնի աստվածաբաններ, որոնք ասում են, որ իրոք հոգու անմահության այդ գաղափարը հեթանոսական ծագում ունի եւ ոչ թե աստվածաշնչյան։ Թող Աստված օգնի, որպեսզի մենք այս ամենի մեջ հասկանանք, այս ամենը հասկանանք, հավատարիմ լինենք եւ հուսանք առաջի հարությանը կամ Քրիստոս ժամանակ վերափոխվելուն եւ հայտնական կյանքին արժանանանք։ Աղոթենք, որպեսզի Աստված մեզ այս նյութը նախ պարզ պահպանի կամ եթե պարզոր այդպես պահպանի, եթե ոչ խորանանք եւ պարզաբանենք մեզ համար եւ որպեսզի մոլորության մեջ չընկնենք։ Ամենակարող երկնավոր Հայր, մենք շնորհակալ ենք, որ հնարավորություն տվեցիր ուսումնասիրելու այն հարցը, թե ինչ է սպասում մահից հետո, եւ մենք տեսանք, որ Աստվածաշնչի հիման վրա շատ հստակ է այս հարցը, ուստի օգնի, որպեսզի մենք շփոթմունքների մեջ չընկնենք, չխառնվենք իրար եւ կարողանանք քո խոսքի հիման վրա տեսնել այն ճշմարտությունները, որ դու բացահայտում ես մեր առջև, եւ որպեսզի մենք խաբեության ենթակա չլինենք հոգու անմահությանը հավատալով։ Օգնի, որպեսզի մենք արժանանանք քո գալստյան ժամանակ հարությանը, եթե մահացած լինենք, եթե ոչ վերափոխվենք